Բաքվի նոր սադրանքը Խոզնավարում կրակոցից տուն է վնասվել, Ալիևը ատամները սրել աչք է տնկել Սյունիքի վրա, արևմտյան Զանգեզուր խոսույթն է առաջ մղում։ Մերոնք կրակին չեն պատասխանում, որ էսկալացիա չսկսվի, դիվանագիտական խողովակներ են բանեցնում Բաքվին ստորագրել տալու խաղաղության պայմանագիրը։ Թոքաբանության ազգային կենտրոնը միացնում են ինֆեկցիոնին, կառավարության շենքն էլ վարձով կտան, գործադիրի որոշումները։ Զինվորների արձակուրդի օրերը կավելանան, 10 օրվա փոխարեն տանը 21 օր կանցկացնեն։ Ողբերգական վթարներ Հանրապետության ճանապարհներին, Քուչակ գյուղի մոտ զոհ ու 12 վիրավոր ունենք, բուժօգնության համար գործի է դրվել սանավիացիան։ Իսկական աղետ նորատուսում, գայլերի ոհմակը 70 ոչխար է հոշոտել։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Սադրանքների շարք Բաքվից գիշերը կրակել են Խոզնավարում բնակելի տան վրա, առավոտյան մեղադրել հայկական կողմին, թե իբր մերոնք են սադրում։ Պնդում են, իբր քաղաքացիական օբյեկտներ չեն թիրախավորում։ Ջարդված պատուհանի լուսանկարները հակառակն են ապացուցում։ Ինչու են հենց Սյունիքի գյուղերը թիրախում, ինչ կա Ալիևի մտքին, որ անդադար Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից է խոսում։ Մեր ռեպորտաժում։ Լուսանկարները թարմ կրակոցների մասին փաստեր են, այս գիշեր են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ բացել Սյունիքի Խոզնավարի ուղղությամբ։ Անզեն աչքով էլ պարզ է, թիրախային են կրակել, բնակելի տան պատուհան է։ Տուժածներ չկան, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն է հաղորդագրություն տարածել։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Բայց ադրբեջանական կողմը կարծես ոչինչ հետաքննել չի պատրաստվում, տեղն ու տեղը հերքել են հայկական կողմի հայտարարությունը եւ դեռ ավելին մեղադրանքներ հնչեցրել, թե հակառակ կողմը նման միտումնավոր ապատեղեկատվություն եւ կեղծ լուրեր տարածելով փորձում է միջազգային հանրության համար աղավաղված կարծիք ձևավորել եւ հող ստեղծել հետագա սադրանքների համար։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ձևակերպել է, որ իրենց ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացել քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների վրա։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Փաշինյանի այս ելույթին զուգահեռ օկուպացված Արցախում առաջին ադրբեջանական հանրապետության հիմնադրման տոնն էր նշում Ալիևը։ Հայաստանի խաղաղության մասին խոսույթին համընթաց Ադրբեջանի նախագահը բաց չի թողել առիթը դարձյալ խոսելու տարածքային պահանջների մասին։ Բռնապետը հայտարարել է, թե արևմտյան Զանգեզուրը անջատվել է Ադրբեջանից եւ միացվել է Հայաստանին։ Դա մեծ անարդարություն է որակել Ալիևը, ու այս ելույթից հետո է հավանաբար ադրբեջանական զինված ուժերի գերագույն գլխավորը հրաման տվել կրակել բնակելի տուն թիրախավորել։ Հետո արդարանալ, իբր քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները չեն թիրախավորել։ Ընդհանուր առմամբ թե սահմանային լարվածությունը, թե դիվանագիտական հռետորաբանությունը ըստ քաղաքագետի մեկ փաստի մասին են վկայում կողմերի քաղաքական նպատակները տարբեր են։ Հայաստանը ուզում է խաղաղության հասնել ինչ-որ առումով նաև երաշխիքների, Ադրբեջանը ձգտում է ամրապնդել ուժեղի դիրքերը ու հասնել բոլոր նպատակներին, այդ թվում Հայաստանի սուվերենության հաշվին։ Ադրբեջանը միշտ ձգտում է, որ ինքը ինչ-որ ձեր ճաշում գործածի։ Խոսքը գնում է թե սահմանադրության մասին, թե ադրբեջանցիների հետ հայտնի վերադառնալու մասին, թե Զանգեզուրի այդ այսպես կոչված Միջանցքի այդ անպայման էքստերիտորիալ կարգավիճակի մասին, որը էլի սուվերենության որոշակի սահմանափակում է ենթադրում։ Խոսքը իհարկե շատ կարևոր գործոն է դեմիլիտարիզացիայի մասին։ Ստացվում է բացառված է, որ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրի այն դեպքում, երբ թե խոսքը թե գործը սադրանքի ու վտանգի մասին են։ Անգամ եթե չբացառենք, այդ փաստաթուղթը ամուր հիմք ու երաշխիք չի լինի, ասում է քաղաքագետը, հիշեցնում ինչ ռեժիմի հետ գործ ունենք։ Պայմանագիրը տեսականորեն կարա այդ մեխանիզմները անվտանգային մեջը ենթադրի երաշխիքները, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը այս բանին այս փաստաթղթից աշխատում է հանի այդ ամեն ինչ։ Ցերեկը խոսում է ահաբեկելու լեզվով, գիշերը նշան բռնում հայկական գյուղերի ուղղությամբ, հարց է առաջանում ի վերջո խաղաղություն է լինելու, թե ամեն դեպքում ռազմական գործողություն։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Սյունիքում հնարավոր էսկալացիայի վտանգի մասին հարցը իշխանական ուժը արդեն որերորդ անգամ շրջանցում է, պնդում են սահմանային կրակոցները միայն խուճապ տարածելու համար են։ Էսկալացիա կլինի, եթե մեր զինված ուժերը համարժեք պատասխան տան, իշխանական պատգամավորն է ասել։ Մերոնք իրենց զսպում կրակին չեն պատասխանում անդառնալի գործընթաց չսկսելու համար։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պնդմամբ դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ են իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Հակառակորդը շարունակում է կրակել հայկական գյուղերի ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունների գնահատականն էլ այսպիսին է։ Ադրբեջանի նպատակը խուճապ եւ անհանգստություն առաջացնելն է։ Իհարկե, երբ որ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին, դա բնական է, որ այդպես էլ կա։
Եթե տեսնում են երբեմն էլ գնդակները գտնում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե դա անհանգստացնում։ Բայց եթե արդեն կպնում են տանիքների շինություններին, դա նաև վտանգավոր է բացի անհանգստությունից, չէ՞։ Իհարկե վտանգ կա, նման առաջի անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է։ Հակառակորդի կրակոցների հետ կապված դատաձգաբանական բալիստիկ փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր։ Որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանալությամբ եղել, թեկուց է պատահական, թեկուց է այլ հանգամանքներում։ Այս քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն։ Լրագրողները դիտարկում են անում, որ գերտերությունների տարբեր պաշտոնյաներ են հայտարարում, թե Սյունիքում էսկալացիայի վտանգ կա։ Իշխանությունը դեռ շարունակում է հայտարարել Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու մասին։ ՔՊԱ-ականները որքանով են համոզված, որ պատերազմ չի լինելու։ Խաչատրյանը պատասխանում է, թե բոլոր գերտերություններն իրենց շահերն ունեն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասում այն, ինչը որ կա։ Եվ դրա համար պատասխան է տալիս։ Որևէ գերտերության հայտարարություն կամ բան, դա չես կարող ասել ինչ հիմքեր ունի եւ ինչպիսի։ Ես նորից եմ կրկնում, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում։ Ցավոք սրտի այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն։ Տասնյակ հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա եւ եթե նրանք կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ որ չափով հնարավոր է որ լսում են մեր գյուղերում եւ ցանկացած կրակոցից այն ինչ որ չափով անհանգստություն։ Այնպես չի, խոճապ չկա։ Ահա այս համապատկերում էլ ՔՊԱ-ականները հավատում են եւ վստահ են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Ադրբեջանը չի կրակի։ Որովհետեւ եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այլ սահմանապահ գործառույթ իրականացնելու սահմանապահ զորքերը, երկուստեք իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն գրավում։ Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը։ Իշխանական падգամավորի դիտարկմամբ, եթե հայկական կողմը համարժեք պատասխան տա ադրբեջանական կրակոցներին, կլինի էսկալացիա։ Չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նա է, որ խաղաղության պայմանագիրը ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ, բայց նաեւ չեն տանում, որովհետեւ մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել։ Իշխանությունների համար խաղաղությունն այլընտրանք չունի, ԿՊԱ-ականները նաեւ պնդում են, խաղաղության պայմանագիրը կնքվելու է, կատարվելու է դելիմիտացիա, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն էլ հսկելու են սահմանային հատվածները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հավատարի մնալ խաղաղությանը եւ սկսել բարգավաճման նոր դարաշրջան Բաքվին Վաշինգտոնից են հորդորել։ Թրամփն ու նրա պետքարտուղարը 2 օր է ջերմ շնորհավորանքներ են ուղարկում Ադրբեջանին անկախության տոնի առթիվ։ Ուր կարող են տանել Բաքվի հետ ջերմացող այս հարաբերությունները Իրանի դեմ հնարավոր պատերազմ սկսվելու դեպքում եւ ինչով են զբաղված Միացյալ Նահանգներում հայ դիվանագետները, որ տանուլ են տալիս ադրբեջանական լոբիին։ Ժամի անդրադարձը։ Ադրբեջանցի իշխանամետ փորձագետները դեռ Բայդենի հեռանալու օրերին էին իրենց հասարակությանը հանգստացնում։ Շուտով Թրամփի գալով պայմանավորված լավ օրեր են լինելու, Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները ջերմանալու են։ Թրամփը եկավ ու ադմինիստրացիան սկսեց ակտիվ հայտարարություններն ու հրապարակումները Հարավային Կովկասի Երևան-Բաքու հարաբերությունների մասին։ Նախորդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա առիթով։ Նամակում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Հակամարտության խաղաղ լուծումը կապահովի Հարավկովկասյան տարածաշրջանի ավելի բարեկեցիկ ապագա եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի։ Հիմա ժամանակն է հավատարիմ մնալ խաղաղությանը եւ սկսել Հարավային Կովկասի ժողովրդի բարգավաճման նոր դարաշրջանը։
Թրամփի վարչակազմի պետքարտուղարն էլ շնորհավորանքում հատուկ ընդգծել էր Միացյալ Նահանգներն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Շարունակել ձևակերպելով, թե ԱՄՆ-ն ընդունում է նաև Ադրբեջանի որպես էներգակիրների մատակարարի եւ տրանսպորտային հանգույցի կարեւորության աճը։ Նախորդ շաբաթ էլ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ են տեսնում եւ ակտիվ ներգրաված են կանխելու ռազմական բախումը։ Ինչ հաշվարկ է անում Սպիտակ տունը, միջազգայնագետն ասում է, մի կողմից տեղ է հասնում ադրբեջանա-թուրքական լոբինգը, դրան գումարվում է նաև հրեաների աշխատանքը, մյուս կողմից Ամերիկան առաջնորդվում է First America սկզբունքով։ Բնական է, որ էներգակիր Ադրբեջանը ավելի հետաքրքիր է Վաշինգտոնին։ Նախ նրանով, որ հարուստ է էներգետիկ ռեսուրսներով, հետաքրքիր է այն առումով նաև, որ լոգիստիկայի կարող է տրամադրել շատ կարևոր ճանապարհներ, ինչպես հյուսիսից հարավ, այդպես էլ արևելքից դեպի արևմուտք, եւ այս պարագայում իհարկե Ադրբեջանը հետաքրքիր է եւ հետաքրքիր է նաև այն պարադիգմայից, որ Թուրք Միացյալ Նահանգներ հարաբերություններ են խորացված եւ ՆԱՏՕ անդամ պետությունը դեռևս Թուրքիան Փողը փող, բայց Ամերիկայում նաև հաշվարկել են Ադրբեջանի դերը Իսրայել-Իրան հնարավոր հակամարտության դեպքում։ Պետք չէ նեղացնել ու հեռու վանել, պետք է սիրաշահել, քանի դեռ հայտնի չէ, թե Թեհրանի հետ գործերն ինչ ընթացք կունենան։ Այստեղ շահերը երկկողմանի են, Ադրբեջանը պետք է Միացյալ Նահանգներին որպես Իսրայելի ռազմական աջակից։ Իսկ եթե այդ բախումը ամեն դեպքում տեղի ունենա, Ալիևը կփորձի տարածաշրջանային վաղեմի ծավալապաշտական երազանքները կյանքի կոչել։ Կփորձի կյանքի կոչել այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը եւ դա կներկայացնի Միացյալ Նահանգներին, որ տեսեք, այս հնարավորությունը, եթե դուք մեզ տրամադրեք, որ մենք վերահսկողություն հաստատենք այդ միջանցքի վրա կամ ստիպենք Հայաստանի իշխանություններին, որ իրենք տրամադրեն այդ միջանցքը մեզ, ապա սրանով մենք կկտրենք Իրանի կապը Հայաստանի հետ, Եվրամիության հետ եւ ինչ որ չափով նաեւ Ռուսաստանի հետ։ Այստեղ փորձագետը հատուկ ընդգծում է, առերևույթ նկատելի է, հայկական լոբինգ Ամերիկայում չի իրականացվում այնպես ինչպես պետք է, կամ գուցե դա համակարգված չէ ի տարբերություն ադրբեջանականի։ Ալիևը կարողանում է թանկացնել իր առաջարկները։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Իդեպ Ադրբեջանը հերթական զորավարժությունն է անցկացրել այս անգամ Սմերչ բազմակի հրթիռային համակարգի ստորաբաժանման մասնակցությամբ։ Ըստ հակառակորդի տարածած հաղորդագրության մարտական կրակոցներով վարժանքների նպատակը անձնակազմի մարտական կարողության բարձրացումն է։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Թոքաբանության ազգային կենտրոնը միացնում են ինֆեկցիոնին, կառավարության շենքն էլ վարձով կտան, գործադիրի որոշումները։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Թոքաբանության ազգային կենտրոնը կմիանա ինֆեկցիոնին, առողջապահության նախարարության հիմնավորմամբ ռեսուրսները կօգտագործվեն ավելի խելամիտ, խուսափելով կրկնակի ծախսերից։ Կառավարության շենքն էլ վարձակալությամբ կհանձնվի կառավարությանը։ Գործադիրի այսօր բազմաբնույթ հարցեր է քննարկել, չի շրջանցել նաև Համալիրում կազմակերպված աղմկահարույց հարսանիքը։ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի աղմուկը, որ բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս կազմակերպված շքեղ հարսանիքից հետո։ Ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա։ Համերգ տեղի ունենա, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան, վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, չեկեք ձեր չտանք, չմոտենաք համալիրին։ Փաշինյանի խոսքով նույնն է վերաբերմունքը նաև հայկական եկեղեցիների նկատմամբ։ Նրան դուր չի եկել եկեղեցիների սանիտարական վիճակը։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես, մարդը ինչի համար է եկեղեցի մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ։
Մեկ էլ մտնում ես նայում ես այդտեղ աղբա լցրած, այնտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատն ա բերել դրել։ Հետո Փաշինյանն անդրադարձավ պետական մարմինների կողմից պետական գույքը անարդյունավետ օգտագործելուն։ Հիմա կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում, ըստ որի պետական մարմիններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ, վճարներն ուղղվելու են պետական բյուջե։ Բայց էլի մեկը գումարը տալու է պետական բյուջեն։ Մենք սա անում ենք ֆինանսական մեր հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու եւ կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այսինքն հիմա ենթադրում եմ կառավարության շենքն ենք վարձակալում։ Այսինքն այնտեղ ֆիքսվելու ենք ինչ որ առումով գույքի քառակուսի մետրով եւ այլն տենց չափանիշներ ենք դնելու, որ հիմնարկների ղեկավարները իրանք ցերտին ասեն, բա մի րոպե ինչ ենք այսքան քառակուսու համար վճարում, եթե այդ քառակուսիները չենք օգտագործում։ Կառավարության որոշումներից մեկն էլ վերաբերում է ուժային կառույցներում ծառայողներին։ Պաշտպանության նախարարությունում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության անցած սպաները բնակարան ձեռք կբերեն հիփոթեկային վարկավորմամբ պետբյուջեի միջոցներով։ Շահառու սպան սահմանված գումարի չափով 35 միլիոն դրամ կարող է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզերում։ Սահմանված ժամկետի ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում հիփոթեկային վարկավորման պայմանագրով վճարումները պետբյուջեից կդադարեն։ Ավելին, զինծառայողը կպարտավորվի բյուջե վերադարձնել այն գումարը, որը վճարվել է պետբյուջեից հիփոթեկային վարկավորման պայմանագրի շրջանակներում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Երևանը նոր կոնցեպտով ժամանակակից 3 նոր խաղահրապարակ կունենա։ Դրանք կտեղակայվեն Օղակաձև այգում, Խաչքարերի պուրակում եւ Միսակ Մանուշյանի պուրակում։ Խաղահրապարակները կշահագործվեն մինչև տարեվերջ եւ հասանելի կլինեն նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար։ Երևանի հենց սրտում շուտով միանգամից 3 գերժամանակակից խաղահրապարակ կբացվի։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի որակյալ, անվտանգ եւ ժամանակակից խաղային միջավայրով երեխաներին ապահովել։ Պետք է ասեմ, որ ընտրվել են 3 տարածքներ կենտրոն վարչական շրջանում, դրանք համայնքային այգիներ են։ Առաջի այգին դա Օղակաձև 6-րդ հատվածն է, հենց սկեյթ պարկի հարևանությամբ։ Այս պահին ունենք այդ 3 լոկացիաները, առաջինը ասեցի Օղակաձև 6-րդ սկեյթ պարկի կողքը, ունենք Խաչքարերի պուրակում հատված եւ ունենք Միսակ Մանուշյանի այգում հատված։ Յուրաքանչյուր խաղահրապարակ ունի թեմատիկ սցենար, հիմնված հայկական խորհրդանիշների վրա։ Հայկական գորգ, կենածառ, կարմրախայտ ձուկ։ Խաղահրապարակները նաև հարմարեցված են լինելու սահմանափակ շարժման կարողություն ունեցող երեխաների համար։ Դա եղել է նախագծման եւ այսպես ասած տեղ առաջադրանքի առաջնային կետերից մեկը, քանի որ մենք նշեցինք, որ Երևանում եւ ընդհանուր առմամբ կենտրոն վարչական շրջանն էլ հետը շատ մեծ խնդիր ունի խաղահրապարակների, ուր մնաց սահմանափակումներ ունեցող երեխաների համար։ Կառուցվող 3 խաղահրապարակները իրենց տեսակով եւ որակով լինելու են բացառիկ։ Լրագրողներին հենց այսպես վստահեցրեց Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը ասաց, որ այս տարի տարբեր բակերում խաղահրապարակների եւ ֆուտբոլի դաշտերի կառուցման 100-ից ավելի նախագծեր ունի քաղաքապետարանը։ Այս տարվա տեղադրվելիք խաղասարքերը ոչ միայն տեսակ նախագծերի մասին է խոսքը, այլ առհասարակ յուրաքանչյուր բակում որևէ նախագիծ, երբ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է, այս տարվա խաղասարքերը շատ ավելի բարձր որակով են լինելու, շատ ավելի դիմակայուն եւ երեխաների համար նաեւ շատ ավելի հետաքրքիր։ Ծրագրի շրջանակներում խոստանում են, որ հասարակական զբոսայգիների կանաչ ֆոնդը ոչ մի դեպքում չի տուժելու։ Վստահեցնում են, որ ոչ մի ծառ չի կտրվելու կամ հեռացվի։ Ամբողջ ծրագիրը նախագծել են պահպանելով կանաչ տարածքի բնական կառուցվածքը։ Ծառերը բոլորը պահպանվելու են, ամբողջ իմաստը այս խաղասարքերի այս հատվածում տեղադրելու այն է, որ որոշակի շվակ են ստեղծում հենց ծառերը եւ նամանավանդ շոկ ամիսներին հնարավորություն են ստեղծում երեխաներին այս հատվածում խաղալու։ Նախագիծը այնպես է արած, որ այգուն հարմարեցված լինի։ Խաղահրապարակի նախագծման փուլում ակտիվ ներգրաված են նաեւ ծնողներն ու մի շարք մասնագետներ։ Հաշվի են առնվել երեխաների իրական կարիքները։ Հասմիկ Անտոնյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվականի համար։ Արդարադատության նախարարության հեղինակած նոր նախագիծը կարող է մահակ դառնալ լրագրողների գլխին, եթե նյութում վիրավորանքի կամ զրպարտության տար գտնեն, կպահանջեն ոչ միայն լուրը հերքել, այլ նաև նյութը ամբողջությամբ հեռացնել։ Լրագրողական համայնքը սա համարում է ուղիղ սպառնալիք խոսքի ազատությանը։
Լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները հեռացնելու իրավունք է ներդնում Արդարադատության նախարարությունը։ Չնայած սա ուզում է տարածել նաև լրատվությամբ չզբաղվող մարդկանց վրա։ Ավելի պարզ, եթե օրինակ Facebook-ի անձնական էջում, այսպես ասենք, խնդրահարույց հրապարակում կա, բառ, առանձին նախադասություն կամ հենց ամբողջական նյութը։ Հիմնավորում են, թե մարդկանց անձնական ընտանեկան կյանքը բարի համբավն ու պատիվն են պաշտպանելու, սակայն ֆիքսենք վիրավորանքի ու զրպարտանքի դեպքում արդեն գոյություն ունի հերքման ու պատասխանի իրավունքը, իսկ պրակտիկայում քննվող գործերը բազում են, լուրը տարածողի գույքը կարող է կալանքի տակ հայտնվել, նրանից միլիոնավոր դրամներ պահանջեն։ Սահմանադրական դատարանի կողմից բավարար չեն համարվում անձի պատիվը, նշանապատվությունը եւ գործարար համբավը պաշտպանելու տեսանկյունից, քանի որ հեռացման իրավունքը եւս կարող է դիտարկվել որպես համարժեք պաշտպանության միջոց եւ շատ դեպքերում ավելի արդյունավետ, քան օրինակ հերքման եւ պատասխանի պահանջն է։ Նախագիծնականներ է դնում մեդիա տարածքում, մեկին մի բան դուր չգա, դատարան կհասնի այս օրենքն ընդդեմ լրատվամիջոցի կօգտագործի, պնդում են մասնագետները։ Օրենքը նախատեսում է, որ կարող է հեռացվի ամբողջական նյութը, ինչը նույնպես վտանգավոր է, այսինքն նյութի մեջ պաշտոնյան կամ այլ անձ կարող է գտնել մի նախադասություն եւ պահանջ դնել, որ հեռացվի ամբողջական նյութը։ Դեպի դեպքում մենք չունենք կանխարգելիչ կամ հեռացման պահանջը դնող անձի ձեռքը բռնող պայմաններ, որովհետև ինչ ունենք մենք հիմա պրակտիկայում, օրինակ բարձրացվեց զրպարտության եւ վիրավորանքի համար ֆինանսական բեռը։ Ու հիմա մենք տեսնում ենք, որ տարբեր պաշտոնյաներ լրատվամիջոցների դատի են տալիս, դատական հայցերում օգտագործում են չափազանց մեծ անընդունելի պահանջներ գումարային, փոխարենը մենք լավարկենք, գնում ենք ավելի վատ տարբերակով, երբ սկսելու են զուգահեռ նաև հեռացման պահանջներ դնել։ Չկա որևէ մեխանիզմ, որպեսզի դատան դրանից օգտվելով համաչափությամբ դա կիրառի։ Նյութի չափի փոփոխությունը չի կարող հանգեցնել խոսքի ազատության սահմանափակման այն աստիճան, որ իմաստազրկվի դրա էություն։ Այս վեճերով դատական գործերի հարուցումը նպատակ է շատ դեպքերում հետապնդում, որպեսզի լրատվամիջոցներին եւ լրագրողներին դրեցնեն։ Նախագծի հանրային քննարկումն ի դրաֆթում արդեն ավարտվել է, սակայն երկու գերատեսչությունը առայժմ իր դիտարկումները չի արել։ Այսինքն դեռ այն լրամշակելու են ու թե արդեն վարչապետի աշխատակազմ ուղարկելու ենթակա տարբերակում մասնագիտական հանրույթի տեսակետները որքան ընդունած կլինեն, նույն մասնագետների պնդմամբ իրենց աշխատանքը խոչընդոտող օրենք գրողները պարզ չէ։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադարմերի եթերում կվերադառնանք քիչ անց։ Զինվորների արձակուրդի օրերը կավելանան, 10 օրվա փոխարեն տանը 21 օր կանցկացնեն։ Ողբերգական վթարներ հանրապետության ճանապարհներին, Քուչակ գյուղի մոտ զոհ ու 12 վիրավոր ունենք, բուժօգնության համար գործի է դրվել սանավիացիան։ Իսկական աղետ նորատուսում, գայլերի ոհմակը 70 ոչխար է հոշոտել։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Վիճակի տոնահանդես կամ համբարձման տոն հայոց եկեղեցին այսօր առավոտյան պատարագով է սկսել գարնանային տոնացույցի վերջին օրը, որը շարունակվել է ժողովրդական հանդիսություններով։ Համբարձման գիշերը համարվում է հրաշքների գիշեր, ավանդույթի համաձայն լույս 5-շաբթի գիշերը աստղերը միավորվում, ջերմ համբույրով գրկախառնվում են, իսկ նրանք, ովքեր ականատես են լինում այդ հրաշքին, հասնում են իրենց երազանքներին։ Զատկից ուղիղ 40 օր հետո հայ առաքելական եկեղեցին նշում է համբարձման տոնը։ Հարությունից հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա եւ երևում առաքյալներին ու հավատացյալներին։ Այդ ընթացքում իր վարդապետությունն է ուսուցանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին։ 40 օրերի ընթացքում բազմաթիվ անգամներ եղավ աշակերտներից, նորից տվեց պատգամներ, պատվիրաններ, առիթ ունեցավ ուսուցանելու, կրթելու, զորացնելու իրենց քրիստոնեական հավատքի մեջ, այս ամեն ինչը մի կարևոր նախապատրաստություն էր, որ հետագայում առաքյալներն էլ շարունակեին արքայության ավետարանի քարոզությունը։ Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ է մատուցվում, այնուհետև տոնը ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով։ Տոնի հիմնական սովորույթներն են ծաղկահավաքը, վիճակահանությունը, ուխտագնացությունը, ծիսական ուտեստը։ Պատահական չէ, որ համբարձումից բացի տոնն ունի նաև այլ անվանումներ՝ վիճակի օր, ջանգյուլումի օր, ծաղկամոր տոն եւ կատնապրի տոն։ Կատնապուրն ի դեպ օրվա գլխավոր ուտեստներից է։ Այսօր կատնապուրն է, կատնապուրն է նեփում, միասին շատ անգամ եկեղեցի
եկեղեցիներում այսպես սիրո սեղանի շուրջ հավաքվում, ոնց որ իր հատուկ այսպես կերակուրը, հա, լինի համբարձման։ Իսկ հա կեսօրին սկսվում է վիճակահանությունը։ Ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ եւ աղջիկների զանազան իրեր։ Այնուհետև դեռահաս մի աղջիկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները եւ շրջում տնետուն։ Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով եւ հանգանակություններով։ Հետո սկսվում է վիճակահանությունը, որպես վիճակ, ում որ ընկնում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում։ Կժից հանում են նաեւ մյուս իրերը, որոնց տերերին խրատներ եւ բարեմաղթանքներ են բաշխվում։ Ժամանակին կան աղջիկները գնացել են սարեր, տարբեր տեղերից ծաղիկներ են հավաքել։ Նույնիսկ հետարքիր ավանդույթ կա, որ ծաղկամերա կոչվել, այդ ծաղիկներով մեծ խաչ են այսպես պատրաստել, համբարձման օրը բերել նվիրել են եկեղեցուն։ Քրիստոսը մեր փոխարեն խաչվեց, այնուհետև հաղթելով մահվանը հարություն առավ մեզնից յուրաքանչյուրին նվիրելով անմահության բերկրանքը։ Քրիստոնյա հավատացյալ այսօր առիթ ունի սիրտը հոգի միտքը դեպի երկինք բարձրացնելու։ Ինչ ասում Տերը, նախ երկնքի արքայությունը փնտրել, չէ, մնացածը Աստված ավելիով կտա։ Այսինքն երկնքի արքայություն փնտրելն արդեն նշանակում Աստծուն գտնել, Աստծո հետ հաղորդակցվել, Աստծո հետ միության մեջ լինել։ Հնում ուխտավայրերում իսկական տոնախմբություն է կազմակերպվել երկու պարով, խաղով ու նվագով։ Համբարձման ուխտագնացությունները եւ ծաղկահավաքները լավագույն առիթն են եղել երիտասարդների ծանոթության համար։ Տոնի կարևոր մասն են եղել շնորհավորական փոխայցելությունները։ Միմյանց հիմնականում հյուր են գնացել նորանշանների եւ նորապսակների ընտանիքները, նվերներ անուշեղենով լիքը սկուտեղներով։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Խոշոր վթարներ հանրապետության ճանապարհներին գիշերը եւ լուսաբացին երկու ավտովթար է տեղի ունեցել ողբերգական ելքով, երկու զոհ կա, տասնյակից ավելի վիրավորներ։ Ծայրահեղ ծանր վիճակով վիրավորներից մեկին մայրաքաղաք են տեղափոխելու համար գործի են դրվել սանավիացիան։ Հիշեցում վարորդներին արագ եւ չամրակապված երթևեկելը կարող է կյանք արժենալ։ Լադա մեքենան է բախվել բեռնատարին, հարվածի հետքն է, կեսգիշերից շատ չանցած դեպի Վանաձոր ընթանալիս հենց քաղաքի սկզբնամասում ավտոմեքենան, որի մեջ 5 մարդ է եղել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի հատված ու բախվել Մայթեզրին վրացական պետհամարանիշներով կանգնած բեռնատարի անիվներին։ Բեռնատարին շատ բան չի եղել, սև Լադան մետաղաջարդոն է դարձել։ Վիրավորներին առաջինը մոտակա տարածքների բնակիչներն են հասել օգնության, ուղևորներից մեկը արդեն մահացած է եղել։ Մյուսներին շտապօգնությունը բուժկենտրոն է հասցրել, մեկը ժամկետային զինծառայող է, մոտ 40 օրից զորացրվելու է։ Երկուսը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիտալացվել։ Երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Լույսը նոր բացված էլ ապարանից Քուչակ ճանապարհին է խոշոր վթար եղել։ Օպելն ու Վրաստան գնացող Volkswagen Magnish-ի միկրոավտոբուսն են բախվել։ Օպելը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մեքենայում հրդեհ է բռնկվել։ Վիրավորներին այստեղ էլ նախ քաղաքացիներն են օգնել իրենց ուժերով դուրս բերել մեքենաներից, 12 տուժած կա, շտապօգնությունը 11-ին նախ ապարանի բուժկենտրոն է տարել, պարզել են տարբեր տեսակի կոտրվածքներ ունեն։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, սանավիացիայով Երևան են հասցրել, ավելի ուշ մյուսներից մի քանիսին էլ են մայրաքաղաքի բուժկենտրոններ տեղափոխել։ Ժամը լրատվականը տեղեկացավ, որ Երևան տեղափոխվածներից երկուսին Միքայելյան համալսարանական են տարել։ Բուժկենտրոնից փոխանցում են, տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է։ Մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում պոլիտրավմա ախտորոշմամբ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսի մոտ առկա է աջ ոլոքի կոտրվածք, վիճակը գնահատվում է բավարար։ Թե որոնք են եղել Վանաձորի, Ապարան, Քուչակ ճանապարհահատվածներում տեղի ունեցած ողբերգական վթարների պատճառներն առայժմ տեղեկություն չկա։ Քննչականում վարույթներ են նախաձեռնել, իսկ առողջապահության նախարարն առիթը բաց չի թողնում հերթական անգամ երթևեկության կանոնների պահպանման կոչ անել։ Պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները խուսափելու նման ողբերգական դեպքերից։ Սա միայն հորդոր չէ, այլ նաև խնդրանք, նախարարն ուղիղ է խնդրել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Գրքի շքերթը հասել է Եղվարդ, համայնքի կենտրոնական գրադարանի ֆոնդը ավելացել է Նյումեգի հրատարակած 500 բոլորովին նոր գրքերով։ Համաշխարհային ժամանակակից բեսթսելերները արդեն հասու են նաև տեղի ընթերցասերներին։ Ընթերցանության մշակույթը տարածելու գրքերի զարմանահրաշ աշխարհ մուտքը խրախուսելու այս ձեռնարկը վերածնունդ հիմնադրամինն է։ Եղվարդը միայն 7-րդն է մեծագույն նվեր ստացողների շարքում, առջևում այլ համայնքային ուղղություններ են։ Գրքի մոգական ուժը կրկին համախմբել է ընթերցասերներին։ Նյումեգ հրատարակչությունն ու վերածնունդ հիմնադրամը ընթերցանության մշակույթը, գիրքն ու գիտելիքը համայնքային գրադարաններ բերելու առաքելությամբ Եղվարդի համայնքային գրադարանին շուրջ 500 գիրք են նվիրել։ Հայալեզու որակյալ բովանդակությունը բազմաժանր է, հագեցած արդի ու ժամանակակից հետաքրքիր գրականությամբ, թե մեծահասակների, թե փոքրերի համար։ Եվ գիտական գրականություն կա այստեղ, եւ գեղարվեստական, եւ հասարակագիտական, եւ փիլիսոփայական, եւ կրոնագիտական, եւ պատմագիտական, հայ պատմագիտական մեծ աշխատություններ, կարևորագույն մեր ժամանակներում ստեղծված աշխատություններ կան։ Նյումեգի գլխավոր խմբագիրն առանձնացնում եւ կարևորում է նաեւ դեռահասների համար ֆանտաստիկ լավ սյուժեով արկածային, ոչ մի րոպե չձանձրացնող Անաբել Սթեդմանի Սկանդարն ու Միեղջյուրի գողը համաշխարհային բեսթսելերը, որը խորասուզում, կլանում ու տպավորում է իր ընթերցողին։ Համաշխարհային բեսթսելեր է։ Եվ եթե ամբողջ աշխարհում սա պատանիների համար մեկ ընթերցանության նյութ է, ինչու չլինի նաև հայերի համար։ Նախաձեռնության նպատակը ըստ հրատարակչության տնօրենի գրքի ուժով համայնքի հոգևոր եւ մտավոր ներուժը զարգացնելն է, որակյալ գրականությունը համայնքներին հասանելի դարձնելը։ Վստահ են, ճիշտ ընտրված գրքի միջոցով կարելի է ձևավորել գիտակից քաղաքացի եւ հզոր համայնք։ Հոգևոր եւ մշակութային բովանդակությունը, ժամանակակից բովանդակությունը, որ այսօր ստեղծվում է Հայաստանում, անպայման հասանելի լինի մարզերում եւ այդ առիթով Արտուր Ջանիբեկյանի հիմնադրած կազմակերպությունը համաձայնեց մի քանի կարևոր նշանակություն ունեցող համայնքային գրադարաններին հատկացնել գրքեր։ Որակ, ճաշակ ու գունամտածողություն են թելադրում նյումեգցիները։ Ասում է գրադարանի տնօրենն ու նկատում այս նվիրատվությունը նոր շունչ կհաղորդի գրադարանի գործունեությանը, կնպաստի գրքի նկատմամբ հատկապես երեխաների եւ երիտասարդների հետաքրքրվածությանը։ Համայնքային գրադարանների համար սա շատ մեծ նշանակություն ունեցող նախաձեռնություն է, սա հարթակ է ստեղծում ընթերցողներին ծանոթանալու գրահրատարակչական արտադրանքին, գրքին, այն հեղինակներին, որոնք մեծ ճանաչում ունեն արտասահմանում։ 500-ական գիրք արդեն նվիրաբերել են Ալավերդու, Վանաձորի, Դիլիջանի, Քաջարանի, Վայքի ու Աշտարակի համայնքային գրադարաններին։ Վերածնունդ հիմնադրամի եւ Նյումեգի այս նախաձեռնությունն այսքանով չի ավարտվում։ Գրքերի ճամփորդությունը շարունակվում է։ Հաջորդ կանգառը համայնքային նոր գրադարան կլինի։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հնչեղ դատավարություն Ֆրանսիայում 74-ամյա նախկին վիրաբույժը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման 299 մարդու նկատմամբ սեռական բռնության համար։ Նա խոստովանել է, որ 1989-ից 2014 թվականներին սեռական բռնություն է գործադրել հարյուրավոր հիվանդների, հիմնականում երեխաների նկատմամբ։ Հայաստանի օմբուդսմենն էլ ներկայացրել է մեզ մոտ երեխաների բռնության պատկերը։ Այս եւ օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Ադրբեջանի կողմից գույքի ավերման կամ յուրացման դեպքերով արցախցիները կդիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Արցախի ներկա եւ նախկին մարդու իրավունքների պաշտպաններ Գեգամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը նախաձեռնել են տվյալների հավաքագրում փաստերին իրավական ընթացք տալու նպատակով։ Նախաձեռնության շրջանակներում արդեն 100 անձի տվյալ փոխանցվել է մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սիմվոլներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները կավելացվեն։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Շարքայիններին 10, իսկ սերժանտական կազմին 15 օրացույցային օր ժամկետով հիմնական արձակուրդը փոխարինվել է ընդհանուր 21, իսկ մարտական հերթապահության իրականացնող զորամասներում ծառայությունն անցկացնողների համար ընդհանուր 30 օրացույցային օր ժամկետով արձակուրդով, որը կտրվի ծառայության ընթացքում հավասար 3 մասով։ Պարտադիր զինվորական ծառայությունից 2 օրով լրացուցիչ արձակուրդ կտան զինվորական երթում ընդունելու կապակցությամբ։ Նոր-նորքը նոր թաղապետ ունի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Facebook-ում գրում է քաղաքապետի խոսնակը։ Սևոյանը զբաղեցրել է թաղապետի տեղակալի պաշտոնը։ Նա, ինչպես եւ իր նախորդը Տիգրան Տեր-Մարգարյանը, Հանրապետություն կուսակցության անդամ են։ Նախկին թաղապետը հրաժարական տվեց սկանդալային ծեծկռտուքից 20 օր անց։
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ 70 ընկերություն տուգանվել է 49.5 միլիոն դրամով չձևակերպված աշխատողների պատճառով։ Պարզվում է, որ 2025 թվականի ապրիլի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով բարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 70 հարկ վճարողի մոտ։ Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանին դատարանն արդարացրել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով։ Քննությունից հետո նրան անմեղ են ճանաչել։ Սանասարյանը պնդել է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է տեղի ունենում։ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում սեռական բռնությունը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը։ Նա հավելել է, որ մենք պետք է կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնությունն արձագանքելու, բռնությունը կանխարգելելու ու հետագայում այս գործով քննությունն իրականացնելու համակարգը։ Իսկական աղետ է պատահել Նորատուսցի Հայրապետյաններին։ Գիշերը տարօրինակ ձայներ են լսել, դուրս են եկել, տեսել ոչխարի հոտը ոչնչացված։ Գայլերի ոհմակը միանգամից 70 ոչխար է հոշոտել, վնասել մյուսներին։ Հոշոտված ոչխարների մեծ մասը մայրացուներ էին, որոնք պետք է ծնեին։ Գառների մի մասը գայլերն իրենց հետ տարել են։ Ընտանիքը ոչխարաբուծությամբ է զբաղվում, այդ նպատակով վարկով գումար էին վերցրել բանկից։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Եվ վերջում եղանակի մասին արևմուտքից ցիկլոն է ներթափանցել Երևանում եւ շրջանների մեծ մասում գիշերը եւ վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Իդեպ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կացաններով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կացաներ։ Իսկ այժմ մայրաքաղաքում եւ մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 17-ից 21 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 23-ից 27, Լոռիում 16-ից 20, Տավուշում 20-ից 23 աստիճան ջերմություն։ Արարատում եւ Արմավիրում կլինի 26-ից 29, Սյունիքի Հովիտներում 29-ից 32, իսկ Սյունիքի նախալեռներում 20-ից 24 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 15-ից 17 աստիճան ջերմություն, ցերեկը 24-ից 26, երեկոյան ժամերին 16-ից 18 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի երեկո։